Այսօր միասին մի փոքր փորձելու եմ ձեզ հետ կիսվել իմ ապրումներով, իմ մտածմունքներով, կխնդրեմ խիստ չդատել, երիտասարդ եմ, անփորձ եմ։ Մի աշակերտի մասին, սակայն ինչև աշակերտին հասնելը մենք գիտենք, որ իսկապես հավատքի կյանքը ռազմիկի կյանք է։ Զորավոր մարդու կյանք է, նպատակասլաց մարդու կյանք է։ Բայց նաև գիտենք, որ յուրաքանչյուր կարծես իրականության մեջ կա ժողովրդական ասված տարբերակը կամ կա ժողովուրդ ասված տարբերակը։ Այնպես չի, որ մնացած օրինակ կրոնները, որ կան, չգիտեմ, մուսուլմանության մեջ կամ հինդուիզմի մեջ, բոլորը անխտիր վճռական մեծ հավատքով են ընթանում, հետևում են բոլոր արարողություններին, կարդում են ամեն օր իրենց սուրբ գիրքը, չէ, ամեն նույնիսկ քրիստոնեության մեջ նույնպես կա ժողովրդական ասված տարբերակը, կա ժողովուրդ ասված, որ հիմնականում ապրում են իրենց կյանքը, իրենց համարելով քրիստոնյա, եւ եթե նույնիսկ այսօր մենք դուրս գանք եւ մեր քաղաքի փողոցներով շրջենք եւ մարդկանց հարցնենք, իրանք միանշանակ մեծամասնությունը կպատասխանեն, որ ես այո քրիստոնյա եմ։ Բայց եթե հաջորդ հարցը հնչի, արդյոք ճանաչում ես Քրիստոսին, կամ արդյոք որքան հաճախականությամբ ես կարդում Աստվածաշունչ, կարծում եմ, որ շատ դրական պատասխաններ չենք ունենա։ Եվ Քրիստոսի ժամանակ նույնպես կար մեծ բազմություն, որ հետևում էր Քրիստոսին։ Հիշում եք, հետաքրքիր տարանջատող բան կա աշակերտների եւ բազմության միջև։ Մենք անդադ տեսնում ենք, որ երբ որ Քրիստոս քարոզում էր, Քրիստոս առանձնանում էր որոշակի տարածության վրա, եւ միշտ ժողովուրդը հեռվից հետևում էր Քրիստոսին։ Եվ լեռան քարոզը, որը նկարագրված է Մատթեոսի ավետարան 5-րդ գլխում, մենք տեսնում ենք կրկին, որ Քրիստոս սարն է բարձրանում եւ ժողովուրդը մնում է ներքևում, եւ կրկին ժողովուրդը հետևում է։ Եվ թույլ տվեք մի հատված կարդալ Հովհաննեսի ավետարանից, որը լավագույնս կներկայացնի ժողովրդի վերաբերմունքը Քրիստոսին։ Եվ ինչպիսի հարցադրում ունի ժողովուրդը մեծ բազմությունը Քրիստոսի նկատմամբ, ինչ շարժառիթով է հետևում ժողովուրդը Քրիստոսին։ Պատմությունը նկարագրված է Հովհաննեսի ավետարան 6-րդ գլխի մեջ։ Թույլ տվեք կարդալ Հովհաննեսի ավետարան 6-րդ գլուխ 22 համարից։ Հաջորդ օրը ժողովուրդը, որ մնացել էր լճի մյուս կողմում, տեսավ, որ այնտեղ ուրիշ նավ չկար, բացի այն մեկից, որի մեջ նրա աշակերտներն էին նստել։ Իսկ Հիսուսն իր աշակերտների հետ նավ չէր նստել, այլ միայն նրա աշակերտներն էին գնացել։ Բայց Տիբերիայից ուրիշ նավեր էին գալիս այն տեղին մոտ, որտեղ Տիրոջ գոհության աղոթքով հացն էին կերել։ Արդ երբ ժողովուրդը տեսավ, որ ոչ Հիսուսն է այնտեղ, ոչ էլ նրա աշակերտները, իրենք էլ նավեր նստեցին եւ եկան Կափառնաում, Հիսուսին փնտրելու։ Եվ երբ նրան գտան լճի մյուս կողմում, ասացին. Միջև որ հարցադրումը կկարդամ, դուք արդեն նկատեցիք, ժողովուրդը կորցրել էր Քրիստոսին։ Բազմությունը հաճախակի է կորցնում Քրիստոսին։ Ռաբի, երբ այստեղ եկար։ Հիսուսը նրանց պատասխանեց. ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք, այլ որովհետև այն հացից կերաք ու կշտացաք։ Հիսուս բացահայտում է այն մոտիվը, այն դրդապատճառը, որը միշտ բազմությունը հետապնդում է, եւ բազմությունը հետապնդում է կարիքի լրացում։ Եվ կա քրիստոնեական իսկապես նաև բազմություն։ Ինչ ենք մենք հետապնդում իրականում։ Երբ որ մենք հետապնդում ենք Քրիստոսին կարիքի լրացման համար, մենք հայտնաբերելու ենք հաճախ, որ մեր կարիքը լրացավ, հացը կերանք, կշտացանք եւ Քրիստոս այլևս մեր տեսադաշտից կորավ։ Մենք չենք տեսնում Քրիստոսին։
Ժողովուրդը իր կարիքի բավարարումը ստանալուց հետո կորցնում է Քրիստոսին տեսադաշտից։ Բայց սիրելի եկեղեցի, ինչ է ասում Տիրոջ խոսքը, նաև Հեսուի գրքում, որ ասում է այս օրենքի գիրքը, այս խոսքը ամեն օր քո ուշադրությունը նրա վրա լինի։ Ամեն օր մեր հետևողականությունը պետք է լինի Քրիստոսի նկատմամբ։ Անկախ նրանից իսկապես մեր կարիքները բավարարվում են թե չէ։ Մեր կարիքները լրացվում են թե չէ։ Եվ Քրիստոս բացահայտում է այստեղ, որ դուք ոչ թե հետևում եք հրաշքի համար, ոչ թե հետևում եք Տիրոջ գործի համար, այլ որովհետև այդ հացը շատ համեղ էր, որովհետև այդ հացից կշտացաք։ Իսկապես մենք շատերս մեր տարբեր իրավիճակների մեջ, մեր տարբեր բնագավառների մեջ մենք կարիք ունենք լրացման։ Մենք կարիք ունենք, որ մեր կարիքը լրացվի։ Այնպես չի, որ քրիստոնյա ժողովուրդը կամ մենք քրիստոնյաներս կարիք չենք ունենում, ընդհակառակը գուցե ավելի շատ ենք ունենում։ Եվ մենք կարիք ենք ունենում, որ Աստված լրացնի։ Բայց ո՞րն է, որ մեր առաջի դրդապատճառը։ Մենք փնտրում ենք Տիրոջ հրաշքը, մենք Տիրոջ գործն ենք փնտրում, թե մեզ միայն բավարար է այն, որ մենք պատասխան ստանանք։ Եվ սկզբից նշեցի, որ տարանջատում կար աշակերտների եւ ժողովրդի միջև։ Երբ որ Մատթեոսի ավետան 5-րդ գլուխը լեռան հանրահայտ քարոզը նայում ենք, ասում է, որ Հիսուս բարձրացավ լեռը, աշակերտները նույնպես գնացին նրա մոտ, բայց ժողովուրդը մնաց ներքևում։ Եվ Մատթեոսի ավետան 8-րդ գլխում, երբ որ Հիսուս կիջնի սարից, ժողովուրդը կշարունակի նրան հետևել։ Սիրելի եկեղեցի, մենք կանչված ենք աշակերտներ լինելու, հետևելու Քրիստոսին, բարձրանալու լեռը։ Այնքան էլ հեշտ չէ իրականում բարձրանալ լեռը, բայց մենք կանչված ենք նրան մոտ լինելու, նրան նմանվելու։ Եվ մենք չենք կարող նմանվել մեր Տիրոջը, եթե մենք նրան մոտ չենք, եթե նրան մենք չենք ճանաչում։ Եվ այդ աշակերտների մեջ դուք գիտեք 12 աշակերտների մեջ կային 3 հոգի, որոնք առանձնանում էին Հակոբոսը, Անդրեասը, Հովանեսը, Պետրոսը եւ Հակոբոսը։ Ներողություն։ Նրանք առանձնանում էին իրենց հատուկ մտերմությամբ։ Եվ թույլ տվեք այսօր խոսել գուցե տարիքով ամենամեծի մասին, Պետրոսի մասին։ Քրիստոնեությունը արագ տարածվում էր ամբողջ հուդայականության մեջ։ Պատմությունը նկարագրված է Գործք առաքելոց 10-րդ գլուխ եւ 11-րդ գլուխ այդ հատվածում Պետրոսի եւ Կորնելիոսի հանդիպումը։ Մինչև այդ մենք նկատում ենք, որ տեղի ունենում որոշակի հալածանք եկեղեցու նկատմամբ, քանի որ երբ որ խոսք էին ստացել աշակերտները ավետարանը քարոզելու, նրանք խոսք էին ստացել, որ իրենք պետք է լինեն Տիրոջ վկաները Հրեաստանի, Սամարիայի եւ միջև աշխարհի ծայրերը։ Բայց միջև 10-րդ գլուխը նկատում ենք, որ առաքյալները եւ հավատացյալները շարունակում են մնալ Հրեաստանում։ Եվ Աստված իսկապես օգտագործում է հալածանքը, որպեսզի եկեղեցուն կարողանա ավելի տարածել ամբողջ աշխարհով մեկ, որպեսզի նրանք կարողանան իրանց վկայությունը տանեն տարբեր քաղաքների մեջ։ Հալածանքը հաճելի բան չէ, մեղմ ասած, բայց այն երբեմն կամ հաճախակի օգնում է, որպեսզի մենք դուրս գանք մեր հարմարավետության գոտուց։ Ես ինձ համար բացահայտել եմ, որ հարմարավետությունը ամենևին էլ այն հարմարավետ բազկաթոռը չի, այն հարմարավետ հնարավորությունները չեն։ Հարմարավետությունը մարդ ձեռք բերում, երբ որ սկսում է համակերպվել նույնիսկ իր դժվար իրավիճակներին եւ այլևս չի սկսում պայքարել փոփոխությունների համար։ Եվ մարդը հետաքրքիր է, որ շատ շուտ ձեռք է բերում հարմար ողականություն տարբեր իրավիճակների մեջ եւ մարդու համար շատ դժվար է լինում փոփոխություն ապրելը, բայց Աստված օգտագործեց հալածանքը, որպեսզի իր եկեղեցին տարածում գտնի ոչ միայն Հրեաստանի մեջ, ոչ միայն Սամարիայի մեջ, այլ նաեւ հույների մեջ, օտարազգի մարդկանց մեջ։ Բայց դժվարություններ, որոնց բախվեց Պետրոսը, այդ նույն դժվարությունները ունեին նաեւ աշակերտները եւ առաքյալները, բայց Աստված օգտագործեց Պետրոսին
որպեսզի նա լինի կարծես նախակարապետը, այն ճեղքող մարդը իսկապես, որի շնորհիվ ավետարանը սկսեց տարածում գտնել։ Եկեք միասին կարդանք եւ սկսենք ուսումնասիրել։ Պատմությունը, ինչպես նշեցի, նկարագրված է Գործք առաքելոց 10-րդ գլխում։ Երկու գլուխ չեմ կարդա, չնայած որ եթե կարդայի, նրանք ովքեր առավոտյան չէին հասցրել ընթերցել, միասին կընթերցենք։ Կեսարիայում Կորնելիոս անունով մի մարդ կար, իտալական կոչվող գնդի հարյուրապետ։ Նա բարեպաշտ ու աստվածավախ լինելով իր ամբողջ ընտանիքի հետ ժողովրդին շատ ողորմություններ էր անում եւ ամեն ժամ աղոթում էր Աստծուն։ Օրվա 9-րդ ժամին մոտ նա տեսիլքի մեջ հայտնապես տեսավ Աստծո հրեշտակին, որը մտնելով իր մոտ ասաց. Կորնելիոս։ Իսկ նա հրեշտակին նայելով զարհուրեց ու ասաց. Ինչ է Տեր։ Նա ասաց նրան. Քո աղոթքներն ու քո ողորմությունները Աստծո առաջ բարձրացան, քո մասին հիշեցնելու համար։ Հիմա մարդ ուղարկիր Հոպե ու կանչիր ոմն Սիմոնի, որ Պետրոս է կոչվում։ Նա հյուրընկալվել է ոմն Կաշեգործ Սիմոնի մոտ, որի տունը ծովեձերքին է։ Երբ իր հետ խոսող հրեշտակը գնաց, նա կանչեց ծառաներից երկուսին եւ մի բարեպաշտ զինվորի, որն իր ծառայողներից էր, եւ նրանց ամեն ինչ պատմելով ուղարկեց Հոպե։ Մինչև շարունակելը, սիրելի բարեկամ, սիրելի ընկեր, հարյուրապետ լինելը նշանակում էր իսկապես մեծ պաշտոնի լինել։ Եվ առաջին դարում այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որ տիրում էր առաջին դարում, կար հալածանք եկեղեցու նկատմամբ եւ ամենևին էլ հեշտ չէր լինել հարյուրապետ եւ լինել բարեպաշտ։ Մենք ամեն մեկս գիտենք, թե որքան դժվար է հաճախ հենց մեր աշխատանքի վայրում, մեր գործընկերների մեջ գուցե տարածել ավետարանը։ Բայց այս մարդը այնքան բարեպաշտ էր, որ նույնիսկ ուներ ծառայողներ, ուներ զինվորներ, որոնք հետևում էին նրա օրինակին։ Բայց դժվար էր այդ զինվորական համակարգի մեջ լինել իսկապես բարեպաշտ մարդ, լինել աստվածահաճո մարդ, լինել աղոթող մարդ։ Եվ սիրելի ընկեր, ես չգիտեմ, դու գուցե դեռևս չես հանդիպել Քրիստոսին, եւ չգիտեմ ինչ պաշտոն ես զբաղեցնում, չգիտեմ ինչ դիրքի մեջ ես։ Եվ գուցե քեզ համար շատ դժվար է ընդունել Քրիստոսին, քայլ անել դեպի Քրիստոսը, բայց կար հռոմեացի հարյուրապետ, որն այդ քայլը արել էր։ Ես հիշում եմ, որ երբ որ մենք պատանի ենք, իսկապես մեծ օրհնությունը այստեղ գտնվելը, Տիրոջ տան մեջ գտնվելը, սա մեծ պատիվ ու մեծ հնարավորություն։ Մենք ամեն մեկս կարող է լինենք ինչ որ այլ տեղում հենց այս ժամանակ, բայց մենք այստեղ ենք եւ իսկապես սա մեծ շնորհք է ու մեծ հնարավորություն է։ Եվ ես հիշում եմ, երբ որ մենք պատանի ենք եւ դեռևս ես ինքս հանդիպում չէի ունեցել Տիրոջ հետ, մենք ամեն կիրակի առավոտյան գնում ենք հողամաս ծառերը ջրելու։ Մենք իհարկե գալիս ենք եկեղեցի, բայց մենք մեր ընկերներին այդպես ենք ներկայացնում։ Կարևոր ամաչում ենք։ Եվ ես շատ գույնզգույն շորեր չէի հագնում, որպեսզի եկեղեցուց որ դուրս գայի, հանկարծ ինչ որ մեկը չնկատեր ինձ։ Բայց դա մեծ պարծանք է իսկապես եկեղեցում լինելը եւ գալ Տիրոջ տուն, հնարավորություն ունենալը ձեզ հետ միասին Տիրոջը օրհնելու եւ Տիրոջը փառավորելու։ Հաջորդ օրը, երբ նրանք ճանապարհին էին ու մոտենում էին քաղաքին, Պետրոսը 6-րդ ժամին մոտ բարձրացավ տանիք աղոթելու։ Նա քաղց զգաց եւ ուտել էր ուզում։ Մինչ ճաշ էին պատրաստում, նա հափշտակության մեջ ընկավ։ Տեսավ երկինքը բացված ու մեծ սփռոցի պես մի բան, 4 ծայրից վերևից կախված, երկրի վրա իջնելիս։ Դրա մեջ կային երկրի բոլոր չորքոտանիները, սողունները եւ երկնքի թռչունները։ Եվ մի ձայն ասաց նրան. «Վեր կաց, Պետրոս, մորթիր ու կեր»։ Պետրոսն ասաց. «Քավ լիցի Տեր, որովհետեւ ես երբեք պիղծ եւ անմաքուր բան չեմ կերել»։ Երկրորդ անգամ ձայնը դարձյալ ասաց նրան. «Ինչ որ Աստված մաքուր դարձրեց, դու պիղծ մի համարիր»։ Դա եղավ 3 անգամ եւ սփռոցն իսկույն երկինք բարձրացավ։ Սիրելի եկեղեցի, նկատում ենք այստեղ, որ Պետրոսը ընկնում է հափշտակության մեջ։ Պետրոսը տեսիլք է տեսնում, բայց մինչև այդ տեսիլքը տեսնելը շատ փոքրիկ բան պատահեց։ Նա քաղց զգաց։
Հետաքրքիր է, որ հաճախ Տիրոջ խոսքը մեր կարիքի մեջ լինում է։ Եվ առաջին հայացքից, երբ որ մենք խոսք ենք վերցնում Աստվածաշնչից մեր կարիքի մեջ, մտածում ենք հենց այդ կարիքին է ուղղված։ Բայց հետո ենք հասկանում, որ այն ամեն ինչ, որ Աստված կամենում է մեր կյանքում, ավելին է, քան պարզապես կարիքի բավարարումը։ Ավելին է, քան կարիքի լրացումը։ Մենք իսկապես շատերս կարիք ունենք լինելու հաջողակ, լինելու առաջադեմ, լինելու օրհնված մեր տարբեր ոլորտների մեջ։ Բայց Տիրոջ խոսքը երբ որ ուղղվում է, կարծես դրանից առաջ մենք քաղց ենք զգում, քաղցի մեջ է գալիս խոսքը, բայց պետք է ասենք, որ ու խոստովանենք, իր խոսքը ավելին է, քան մեր կարիքի լրացումը։ Եվ ավելին էր նաև Պետրոսի կյանքում։ Բայց առաջի դժվարությունը, որ նա բախվեց, ինչն էր։ Հրեական մտածելակերպը։ Նա ուներ հրեական մտածելակերպ, նա հրեա էր եւ գիտեր հին ուխտից շատ լավ, որ չէր կարող ուտել այդ անմաքուր կենդանիներից։ Որքան դժվար է իսկապես մտածելակերպի փոփոխությունը։ Կամ որքան դժվար է բնավորության փոփոխությունը։ Որքան դժվար է հասակով մարդկանց հետ, երբ որ խոսում ես Քրիստոսի մասին, իրանց որքան դժվար է Քրիստոսին ընդունելը, քանի որ մի միտք զուգահեռ գալիս է, միթե ամբողջ կյանքս սխալ եմ ապրել։ Պետրոսի առաջին մարտահրավերը, առաջին բախումը դա իր մտածելակերպի, հրեական մտածելակերպի փոփոխությանն էր ուղղված։ Եվ սա իր համար շատ դժվար էր։ Եվ այդ դժվարությունը կարող ենք նկատել նաև հետևյալ պատմության մեջ։ Պատմությունը նկարագրված է Հովհաննեսի ավետարանում։ Թույլ տվեք տեղափոխվել Հովհաննեսի ավետարան 6-րդ գլուխ 60 խոսքից, երբ որ Քրիստոս խոսում է իր մարմնի մասին եւ իր արյան մասին։ Եվ նրա աշակերտներից շատերը երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խոսքը, ով կարող է դա լսել»։ Բայց երբ Հիսուսն ինքն իր մեջ իմացավ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Դա ձեզ գայթակղեցնում է»։ Իսկ եթե տեսնեք մարդու որդուն վեր բարձրանալիս այնտեղ, որտեղ առաջ էր, հոգին է կյանք տվողը, մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է ու կյանք, բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում։ Որովհետև Հիսուսը սկզբից գիտեր, թե ովքեր էին նրանք, որ չեն հավատում, եւ ով էր նա, որ մատնելու էր իրեն, եւ ասաց. «Դրա համար ձեզ ասացի, որ ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե իմ հոր կողմից տրված չէ նրան»։ Դրանից հետո նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին ու նրան այլևս չհետևեցին։ Աշակերտները նույնպես բախվում են դժվարության մարտահրավերի, երբ որ առնում են խոսք, երբ որ կարդում են խոսք այստեղից, վերցնում են խոսք եւ հասկանում են, որ այդ խոսքը համահունչ չէ իրենց մտածելակերպին, համահունչ չէ իրենց սովորածին, որ իրենք տարիներ շարունակ այդ կերպ են սովորել, տարիներ շարունակ իրենց այդ կերպ են սովորեցրել։ Եվ Պետրոսի համար ամենևին էլ հեշտ չէր ընդունել այդ ճշմարտությունը։ Եվ մենք նկատում ենք, որ ասում է, դա եղավ 3 անգամ, եւ սփռոցն իսկույն երկինք բարձրացավ։ Մենք տեսնում ենք, որ Պետրոսը չի կասկածում, որ իր հետ խոսողը Տերն է, հասկանում եք։ Բայց շատ դժվար էր իր համար ընդունել մտածելակերպի փոփոխությունը։ Հիշում եք, ինչպես է Տերը նկարագրում, որ ասում է. «Ես զզվեցի այս ազգից, որ 40 տարի շարունակ անապատում նրանց սովորեցրեցի, կրթեցի, բայց ամեն ժամանակ, երբ որ Իսրայել ժողովուրդը անապատում հանդիպում էր դժվարության, նրանք սկսում էին համեմատել. լավ չէր, որ մենք Եգիպտոսում էինք, քանի որ Եգիպտոսի մտածելակերպը նրանց մեջ էր նույնիսկ անապատում, եւ որքան դժվար էր ազատվելը այդ մտածելակերպից։ Սիրելի եկեղեցի, մենք ամեն մեկս յուրաքանչյուր մարդ ստանում է տարբեր դաստիարակություն, տարբեր մտածելակերպ է իր մոտ ձևավորվում, բայց կա Տիրոջ խոսք,
որ գալիս եւ ուղակի հաճախ ջարդում այդ մտածելակերպը եւ ձևավորում է մտածելակերպ, որը հիմնված է իր խոսքի վրա։ Եվ մենք կարիք ունենք Պետրոսի նման առաջին քայլը անելու, վստահելու Աստծուն։ Վստահելու Աստծուն, վստահելու նրա ճշմարտությանը, չհասկանալու, չիմանալու, չպատկերացնելու ամբողջությամբ, բայց վստահելու Տիրոջ խոսքին։ Միթե Նոյի համար հեշտ էր այդքան տարիներ շարունակ տապան կառուցելը։ Երբ որ մի փոքր տեղափոխվում ենք այնտեղ կամ մի փոքր սկսում ենք մտածել, միթե այդ ժամանակ այդքան շատ էին ջրեղեղները։ Եթե այդքան շատ լինեին ջրեղեղները, մարդիկ գուցե ենթադրեին, որ այս մարդը ճիշտ է անում, տրամաբանական գործողություններ է անում։ Դու գիտեք, որ այսօր աշխարհը, նրանք որ հասկանում են, որ այս աշխարհը կործանվելու է Տիրոջ խոսքով, շատերը կառուցում են գետնի տակ, տարբեր վայրերում, ամրոցներ են կառուցում, պահոցներ են կառուցում, նրանք փորձում են զգուշանալ եկող արհավիրքից։ Բայց մենք չենք նկատում նույնը Նոյի պատմության շրջանակում։ Եվ միթե Նոյի համար հեշտ էր, որ երբ որ ջրեղեղներ չէր եղել, երբ որ ամեն ինչ տրամաբանությանը հակառակ է, վստահելը Տիրոջ խոսքին։ Բայց ինչ է ասում Առակաց 3:5-ը։ Քո բոլոր սրտով Տիրոջն ապավինիր եւ քո հասկացողությանը մի վստահիր։ Եթե մենք մեր հասկացողությանը վստահենք այն ժամանակ, երբ որ Տիրոջ խոսքը խոսում է մեզ հետ, մենք լիքը պատճառներ կգտնենք այդ քայլը չանելու, այդ գործողությունը չանելու, այդ ծառայության մեջ չգնալու, այդ նվիրատվությունը չանելու, այդ process-ի մեջ չգնալու։ Լիքը տրամաբանական, շատ տրամաբանական պատճառներ կգտնենք։ Պետրոսի համար միթե տրամաբանական պատճառներ չկային։ Տեր, ես իմ ամբողջ կյանքում անմաքուր ոչինչ չեմ կերել։ Դու ինձ առաջարկում ես մի բան, որ իմ ամբողջ ապրած կյանքին կարծես հակառակ է։ Ես չեմ ունեցել նման փորձառություն։ Իսկապես վախ կա, վստահության հակառակ կողմում կա վախ, կա մեծ ռիսկ։ Ես այդպիսի բան երբեք չեմ արել։ Ես այդպիսի ռիսկի մեջ երբեք չեմ գնացել։ Ես այդպիսի փորձառություն երբեք չեմ ունեցել։ Հրեական մտածելակերպի մարտահրավ էր։ Եվ ինչ Պետրոսը մտորում էր տեսիլքի մասին, ահա այդ 3 մարդիկ գտնում են նրան, եւ նա Տիրոջից խոսք է առնում, որ վեր կաց իջիր եւ առանց վարանելու գնա նրանց հետ, որովհետեւ ես եմ ուղարկել նրանց։ Պետրոսն այդ մարդկանց մոտ իջավ ու ասաց. ահա ես եմ ում փնտրում եք, ինչի համար եք եկել։ Նրանք ասացին Կորնելիոս հարյուրապետ արդար եւ աստվածավախ մի մարդ, որ հարգված է բոլոր հրեաներից, սուրբ հրեշտակից հրաման ստացավ, որ քեզ իր տուն կաչի ու քեզանից խոսք լսի։ Եվ նրանց ներս կանչելով հյուրընկալեց։ Հաջորդ օրը Պետրոսը գնաց նրանց հետ, Հոպեում գտնվող եղբայրներից ոմանք եւս գնացին նրա հետ։ Հաջորդ օրը մտան Կեսարիա։ Սիրելի եկեղեցի, ինչ ենք նկատում, որ Պետրոսը վերցնում է իր հետ նաև եղբայրների։ Կան այսօր էլ կան պետություններ, կան երկրներ, որտեղ եթե իշխանությունները հետաքրքրված են քեզանով, ապա դա ամենևին էլ պատիվ չի նշանակում, այնտեղ մահվան ռիսկ կարող է լինել։ Շատ մուսուլմանական երկրներում այսօր քրիստոնյաները սպանվում են, եւ եթե նրանցով հետաքրքրվում են իշխանությունները, ապա այնտեղ մահվան ռիսկ կա։ Իհարկե Կորնելիոսը մեծ համբավ ուներ, բայց հիշենք, որ այս ամեն իրադարձություններից առաջ հալածանք էր տեղի ունեցել եկեղեցում։ Այն իրավիճակն էր տիրում, որ քրիստոնյաները հետապնդվում էին։ Եվ իսկապես միթե Պետրոսը մարդ լինելով չէր կարող մտածել, ում մոտ եմ ես գնում։ Կա Տիրոջ խոսքը իջիր եւ առանց վարանելու նրանց հետ գնա։ Ում մոտ եմ ես գնում, հարյուրապետ մարդու մոտ եմ գնում։ Չեմ գնում հրեա ինչ-որ մարդու, այլ հարյուրապետի մոտ եմ գնում։ Եվ որքան մեծ էր Պետրոսի վստահությունը Տիրոջ նկատմամբ,
Նա վերցնում է մի քանի եղբայրների նույնպես։ Այդպես է, չէ, իրականում, երբ որ մենք գնում ենք ինչ-որ լավ բանի մեջ, մենք փորձում ենք մեր հարազատներին նույնպես ներգրավել այդ ամեն ինչի մեջ։ Բայց երբ որ միտեղ ռիսկ կա, եւ վտանգ կա, մենք փորձում ենք մաքսիմալ միայնակ գնալ այդ ամեն ինչի մեջ, որ եթե մենք վնաս կրենք, միայն մեր անձերը վնաս կրեն, այնպես չէ։ Մենք մեր հարազատներին այդ ռիսկի չենք ուզում այդ ռիսկը կիսել նրանց հետ, բայց որքան մեծ էր Պետրոսի վստահությունը Տիրոջ նկատմամբ, որ ինքը եղբայրներին նույնպես վերցնում է։ Լավ, Պետրոս, քեզ ձերբակալեցին, բա եղբայրները։ Միթե այս հարցերը չէր կարող առաջանալ նրա մոտ։ Եվ եկեք նայենք հակառակ կողմը նույնպես։ Եղբայրները գնացին։ Ես ուզում եմ իմ սիրելի երիտասարդ ընկերներին հետևյալը ասել. եկեք վստահենք մեծահասակներին։ Նրանց, ովքեր հավատքի կյանքի մեջ մեզանից առաջ են եւ մեզ օրինակ են։ Միթե այդ եղբայրները տեսիլք էին տեսել։ Միթե այդ եղբայրները խոսք էին առել։ Իսկ այդ եղբայրների վստահությունը ինչումն էր։ Որտեղ էր նրանց վստահությունը։ Նրանք ճանաչում էին Պետրոսին որպես հավատքի մարդու, որպես առաքյալի, եւ մենք գալիս ենք քեզ հետ։ Գուցե նրանցից ոմանք մտածում էին, լավ, եթե սպանվենք, ուրեմն առաքյալի հետ միացին։ Ինչու եմ ասում սիրելի երիտասարդ ընկերներին, մենք սիրում ենք երիտասարդները շատ հարցեր տալ եւ ամեն ինչ մանրամասն իմանալ, միջև ինչ որ քայլ կատարելը, բայց հաճախ մեզ պետք է վստահել մեր կողքը գտնվող ավագ եղբայրներին եւ բռնել նրանց ձեռքը, հետևել նրանց։ Գուցե ամեն ժամանակ չի սիրելի ընկեր, որ դու ունենում ես քո հարցերի պատասխանը, բայց հետևիր նրանց հավատքի օրինակին։ Չէ որ Եբրայեցիների թղթում 13-րդ գլխի 17 հատվածում նկարագրվում է, որ նրանք հաշիվ են տալիս մեր հոգիների համար, որ մենք հնազանդ լինենք, որ նրանք տրտմությամբ չանեն այդ գործը, այլ ուրախությամբ անեն։ Ես հիշում եմ իմ պատանի հասակում, երբ որ իմ հայր ինչ-որ բան էր ինձ ասում անելու, ես անընդհատ հարցեր էի տալիս, անընդհատ, ինչու, ինչ նպատակով, ինչի համար։ Եվ դե իմ հոր համբերությունը այնպես չէ, որ շատ երկար էր։ Իսկապես եղբայրները վստահեցին, մեծ վստահություն ունեին, ինչքան մեծ վստահություն ուներ Դավիթը Հովնաթանի նկատմամբ, որ իր կյանքը վստահեց։ Մենք կարիք ունենք սիրելի եկեղեցի իրար վստահելու։ Մենք չենք կարող կասկածամտությամբ եւ կասկածներով ամեն օր ապրել։ Մենք կարիք ունենք իրար վստահելու, իսկ վստահված մարդիկ կարիք ունեն այդ վստահությունը արդարացնելու։ Երկրորդ մարտահրավերը Պետրոսի համար դա իր եղբայրներին իր հետ վերցնել էր, մահվան ռիսկն էր, Հռոմեացի հարյուրապետի տուն գնալ, վերցնելով եղբայրներին։ Քո բոլոր սրտով Տիրոջն ապավինիր եւ քո հասկացողությանը մի վստահիր։ Ինչու՞մն է խնդիրը վստահության, որ մենք չենք պատկերացնում A-ից B պունկտը ամբողջությամբ, բայց մենք վստահում ենք Աստծուն իր խոսքին եւ մենք քայլ ենք կատարում հավատքի։ Հասկանում եք։ Եթե մենք ամբողջ Տիրոջ գործը բոլոր իր մանրամասնություններով, որ եթե մենք այս քայլը անենք, այս քայլն է մեզ հանդիպելու, հենց գաղտնիքը դրանում է, որ մենք քայլ ենք կատարում եւ մենք չգիտենք ինչ պատասխան ենք ստանալու, բայց մեր վստահությունը Աստծո նկատմամբ է, որ մենք վստահելով իր խոսքին, մենք կկատարենք իր կամքը։ Երբ որ Աբրահամը հանդիպեց Տիրոջը եւ խոսք առավ Տիրոջից դուրս գալու եւ եկավ իր ընտանիքին ասելու, միթե Սարայի համար շատ հասկանալի էր այդ ամենը։ Դուրս են գալիս, գնում ենք, բայց ուր։ Ուր են գնում։ Ինչպես են գրավելու այդ քաղաքը։ Ինչպես ենք ժառանգելու։ Մենք մոտավոր 10 հոգի օրինակ։ Ինչ է դու զորք ես վարձելու։ Միթե նրանք մարդիկ չէին, նրանք նույնպես մարդիկ էին, կրքի ենթակա մարդիկ էին, մսից ու արյունից մարդիկ էին։ Միթե այսօր մենք մարտահրավերներ չենք ունենում, եւ միթե մեր ուղեղը չի սկսում 1000 աստիճանի տակ լիքը հարցեր բերել մեր առաջ, որ այդ քայլը, որ դու վստահում ես ու Տիրոջ կամքն ես կատարում։ Միթե չի գալիս հարցը, եթեները միթե չեն գալիս։
Բայց ինչ էր սպասվում Պետրոսին, եկեք շարունակենք։ Հենց Պետրոսը ներս մտավ, Կորնելիոսը նրան ընդառաջ ելավ ու ոտքերն ընկնելով երկրպագեց։ Այսա Պետրոսը չէր տեսել։ Այսա Պետրոսը չէր էլ պատկերացնի։ Պետրոսը նրան ոտքի կանգնեցրեց ու ասաց. «Վեր կաց, ես ինքս էլ մարդ եմ»։ Եվ նրա հետ խոսելով ներս մտավ ու այնտեղ հավաքված բազում մարդկանց գտավ։ Պետրոսը նրանց ասաց. «Դուք գիտեք, որ հրեա մարդուն օրինավոր չէ օտարածգի որևէ մեկին դիպչելը կամ մոտենալը։ Բայց Աստված ինձ պատվիրեց ոչ մի մարդու պիղծ կամ անմաքուր չհամարել։ Դրա համար էլ առանց առարկության եկա, երբ կանչվեցի։ Հիմա հարցնում եմ. ինչու եք ինձ կանչել»։ Պետրոսը վստահություն ուներ Տիրոջ նկատմամբ, բայց իր վստահության մեջ ինքը ցույց է տալիս, որ ինքը նույնպես չի հասկանում նպատակը, թե ինքը ինչի համար է գնում եւ ինքը ինչ պիտի անի։ Ինքը առել է խոսք, ինքը ունի Տիրոջ կամքը եւ վստահում է Տիրոջ խոսքին, բայց չունի բոլոր հարցերի պատասխանները։ Սիրելի եկեղեցի, իսկապես անորոշության մեջ վախ կա։ Երբ որ որտեղ կա անորոշություն, այնտեղ վախ կա։ Մութ սենյակում վախ կա։ Եվ Պետրոսը գնում է միտեղ, որ ինքը նույնիսկ նպատակը չի հասկանում։ Ինչու եք ինձ կանչել։ Ես հասկանում եմ, որ պետք է գայ, բայց ինչու եք ինձ կանչել։ Եվ ես ինչ պետք է անեմ։ Ես հասկացել եմ, որ երբ որ մենք ընտրում ենք վստահության ճանապարհը, այդ ժամանակ ամենևին էլ բոլոր հարցերի պատասխանները չենք ունենում։ Գուցե ոչ մի հարցի պատասխան չենք ունենում։ Եվ հաճախ մեր մտերիմները, մեր ընկերները, որ սկսում են հարցեր տալ, մենք հասկանում ենք եւ ասում, մենք չունենք այդ հարցերի պատասխանները։ Մենք չենք կարող տրամաբանորեն ասել, ես այս քայլ անելուց հետո այսպես կլինի, այսպես կլինի, այսպես կլինի։ Մենք ունենք խոսք եւ ունենք վստահություն Աստծո նկատմամբ։ Ահա այս ամենը, որ ես ունեմ։ Խոսք եւ վստահությունը Տիրոջ նկատմամբ։ Ես չունեմ հարցերի պատասխանները, բայց ունեմ խոսք եւ պիտի հետևեմ այդ խոսքին։ Ինչու եք ինձ կանչել։ Կորնելիոսն ասաց, Կորնելիոսը սկսում է նկարագրել, թե ինչ է իր տեսիլքը, իր հափշտակությունը, եւ Պետրոսը սկսում է քարոզել նրանց։ Եվ հետաքրքիր է, ես չգիտեմ Պետրոսը այդ ժամանակ, որ քարոզում էր ընթացքում ինչ մտքեր էր ունենում։ Բայց իրականում իր քարոզը չավարտած Տերը այցելություն է անում։ Տերը այցելություն է անում։ Եվ իսկապես մենք հասկանում ենք, որ եթե Տերը այցելություն չաներ, Պետրոսը շատ մեծ դժվարություններ կունենար։ Գիտեք ինչու։ Երրորդ դժվարությունը, որ նա բախվում էր, արդեն նկարագրվում է Գործք առաքելոց 11-րդ գլխում, որ կարծես եկեղեցու ժողով է հրավիրվում։ Պետրոս, դու գնացել ես։ Դու գիտես հրեական մտածելակերպը, դու գիտես հրեական օրենքը, ավանդությունները, եւ դա այդ ամենը բավական չէ նաեւ եղբայրներս քեզ հետ վերցրել։ Եթե Տիրոջ այցելությունը իսկապես չլինի մեր իրավիճակների մեջ, մեր իրեն վստահելու մեջ, իհարկե մենք կկոտրվենք։ Իհարկե մենք կջախջախվենք։ Այն մեծ ռիսկ, այն մեծ պատասխանատվությունը, որ մենք վերցնում ենք վստահելով Տիրոջը, եթե Տերը իսկապես այցելություն չանի, եթե Տերը իր պատասխանը չտա մեզ այդ իրավիճակի մեջ, մենք իսկապես կկոտրվենք։ Որովհետև այն ինչ, որ Տերն առաջնորդում է մեզ իրականացնելու, ամենևին էլ մեր ուժերի սահմանում չի։ Այդ ամենը միայն կարող ենք իրականացնել իր հետ։ Մենք կարիք ունենք Տիրոջ առաջնորդության, որովհետև մենք հասկանում ենք, որ առանց Տիրոջ այդ process-ի մեջ գնալուց մենք կջախջախվենք։ Եթե Տիրոջ այցելությունը չլիներ, նրան ուղղվելու էին հարցեր եւ այդ հարցերը ուղղվում էին։ Առաքյալները եւ Հրեաստանում գտնվող եղբայրները լսեցին, որ եւ հեթանոսները եւս ընդունել են Աստծո խոսքը։ Երբ Պետրոսը երեխուցաղեն բարձրացավ, թլպատվածները մեղադրում էին նրան, ասելով դու անթլպատ մարդկանց մոտ մտար ու նրանց հետ կերար։
Հասկանում եք, երրորդ մարտահրավերը որ կար, նույնիսկ քրիստոնյաները, նույնիսկ այն մարդիկ, ովքեր Քրիստոսին էին դարձել, դեռևս իրենց մտածելակերպի մեջ կար այն մարտահրավերը, որ Քրիստոս հրեաների համար է, եւ նրանք մեղադրում էին, բայց մենք 18-րդ խոսքում եկեք կարդանք եւ կանցնենք մյուս խոսքին։ Այս լսելով, երբ որ Պետրոսը նկարագրում է, թե ինչ է տեղի ունեցել, եւ եղբայրները հաստատում են այդ ամենը, 18 խոսքում բացահայտում ենք, այս լսելով լռեցին եւ փառաբանում էին Աստծուն ասելով. ուրեմն Աստված հեթանոսներին եւս դեպի կյանք տանող ապաշխարություն տվեց։ Ահա Տիրոջ նպատակը։ Երբ որ Տերը հափշտակության մեջ գցեց Պետրոսին, Պետրոսի համար դա կարծես քաղց գալու շարունակությունն էր, բայց այնինչ մեծ հանձնարարականի պատվերն էր իրականանում Պետրոսի միջոցով, քանի որ մենք կնկատենք, որ հենց գործքում համբարձվելուց առաջ Տերը պատվեր է տալիս, որ դուք իմ վկաները կլինեք Հրեաստանում, Սամարիայում եւ աշխարհի բոլոր ծայրերում, բայց քրիստոնյաները պարփակված էին իրենց ներսում եւ մեղադրում էին Պետրոսին, բայց Պետրոսի Տիրոջը վստահելը, համարձակվելը վստահել Աստծուն, հանգեցրեց մեծ արթնության օտարածգի մարդկանց մեջ եւ հաջորդիվ գլուխներում մենք կնկատենք, որ սկսում են համարձակ քարոզել քրիստոնյաները, որ տարածվել էին տարբեր երկրներում, սկզբից միայն հրեաների մեջ էին խոսում, բայց սկսեցին համարձակվել օտարածգի մարդկանց մեջ խոսել։ Մենք սկզբից միջև վերջ չենք հասկանում Տիրոջ նպատակը, բայց երբ որ ընտրում ենք վստահել նրան, անցնում են ժամանակ, անցնում է ընթացք, երբ որ հետ ենք նայում, հասկանում ենք, որ այն մեծ նպատակը, որ Աստված հետապնդում էր, իսկապես դա մեծ օրհնություն ու շնորհք էր, որ մենք վստահեցինք Աստծուն։ Ինչու Պետրոսը մինչև որ մյուս եղբայրները կփառաբանեին Աստծուն եւ կուրախանային, որ ուրեմն փրկությունը նաեւ հեթանոսներինն է, ինչու էր Պետրոսը արդեն դա հասկացել, որովհետեւ հենց իր քարոզը նա այդպես է սկսում։ Պետրոսը բացեց բերանն ու ասաց 10:34 իրապես հասկանում եմ, որ Աստված աչառու չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով երկյուղում է նրանից ու արդարություն գործում, ընդունելի է նրան։ Մինչև որ եղբայրները կունենային փաստերը, արձանագրությունները եւ կվկայեին, Պետրոսը մինչև որ Տիրոջ այցելությունը կլիներ, նա արդեն հայտարարում է այն, ինչի մեջ վստահությամբ գնացել է, որ Տեր այն տեսիլք այն հափշտակությունը, որ եղավ, ամենևին էլ ուտելիքի մասին չէ։ Սիրելի ընկերներ, թույլ տվեք մի կարճ պատմություն անդրադարձ կատարել։ Պատմությունը նկարագրված է 4-րդ թագավորաց 3-րդ գլխում, երբ որ Աքաբի որդին Հովրամ թագավորը Հովսափատին նույնպես հրավիրում է, որպեսզի իր հետ գնան պատերազմի։ Եվ նրանք անապատում երկար շրջելուց հետո, երբ որ նրանց ջրի պաշարները վերջանում են, Հովրամը սկսում է տրտնջալ, որ ափսոս, որ իրականում Աստված բերել է այս 3 թագավորներից այստեղ, որ կործանի։ Եվ Հովսափատն ասում է, միթե այստեղ Տիրոջ մարգարե չկա, միթե Տիրոջ մարդ չկա, ումից կարող ենք հարցնել։ Եվ Եղիսեն դիմավորում է։ Եվ նրանք գնում են Եղիսեի մոտ եւ Եղիսեից ուզում են խոսք ստանալ։ Նրանք անապատում էին։ Եվ հատկանշական է այն խոսքը, որ ստանում են։ Քամի չեք տեսնելու, անձրև նույնպես չեք տեսնելու, բայց փոսեր փորեք եւ այն ջրով է լցվելու։ Միթե այս ամենը զինվորների համար կամ հենց թագավորների համար շատ հեշտ էր ընդունելը։ Մենք այս անապատում այսքան քայլելուց հետո գոնե ասեիր Տիրոջ մարգարե, գոնե ասեիր անձրև կգա։ Դա գոնե մի փոքր ավելի տրամաբանական կլիներ մեզ համար։ Կկարողանայինք վերլուծել, որ փոսեր փորենք, անձրև կգար, կկարողանայինք ամբարել ջուրը։ Քամի չեք տեսնելու, անձրև չեք տեսնելու։ Անապատի մեջ փոսեր փորելը միթե հեշտ է։ Միթե հեշտ է անապատի մեջ փոս փորել հավատքով։
Երբ որ չկա ոչ մի նախանշան ջրի, եւ ջրերով են լցվում։ Վստահել Տիրոջ խոսքին։ Այսօր այն ամենն էր իսկապես ինչը ցանկանում էի ներկայացնել։ Վստահել իր խոսքին։ Վստահությանը զուգահեռ լինելու է վախը, լինելու են մեր վերլուծությունները, լինելու է մեր հասկացողությունը, բայց թույլ տվեք խոսքն ավարտել հետևյալ խոսքով. քո բոլոր սրտով Տիրոջն ապավինիր եւ քո հասկացողությանը մի վստահի։